Այսօր էլի նոր ձայնագրություններ հրապարակվել, իշխանական ալիքները տարածեցին, էլի հավաքների մասնակցության մասով, այսպիսի ձայնագրություններ չէ ուժեղ Հայաստանին էստեղ։ Չեն կարող սրանք ամեն դեպքում իրավական հիմք ստեղծել չգրանցելու համար։ Ոչ, չեն կարող։ Ընտրական օրենսգրքի մեկ այլ կարգավորման վերաբերյալ, որին կարծես թե հղում էր տրվել վերջերս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ազգային ժողովում հարց ու պատասխանի շրջանակներում վերաբերում է ընտրական գործընթացի մեկ այլ ռեժիմին, դրան մի առանձին առիթով անդրադարձ կկատարենք։ Իսկ ինչ վերաբերում է ձայնագրությանը, հարգելի գործընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ երկար տարիներ, որը իսկապես չափազանց հաճելի է, բայց ես նաև գիտեմ, որ դուք ինչ աստիճան տեղեկացված եք այդ ձայնագրությունների մոնտաժված լինելու հանգամանքների վերաբերյալ։ Ես վստահ եմ, դրանց բազմաթիվ օրինակներին հենց դուք շատ լավ տիրապետում եք։ Ընդհանրապես, միջազգային փորձը եթե ուսումնասիրեք, բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր են լինում։ Այդ աղմկահարույց քրեական գործերի ամենանախնական փուլում, որ ձայնագրությունները մոնտաժված կերպով հրապարակայնացվեն, նման փորձ այդքան էլ առկա չէ։ Հետևաբար դրանց բովանդակությանը իսկապես որոշակի առումով վերապալմով է։ Պարոն Վարդևանյան, ուրույն է ստեղծում, որ ուժեղ Հայաստանը կաշառք է բաժանում դրա մեջ է հատապատ, այսինքն ինչ-որ նեղ շրջանակ, օրինակ դուք այդ նեղ շրջանակ գիտի, որ դա մոնտաժված է, բայց լայն հասարակության մոտ տպավորություն է, որ ուժեղ Հայաստանը օրինակ դրակաշառք։ Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ, կարծում եմ լայն հասարակության մոտ հենց այն տպավորությունն է, որ այդ ամենը պարզապես հերթական, մանիպուլյատիվ, սև քարոզչության, ստի եւ կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է։ Քանի որ ակնհայտ է, որ դրանք մոնտաժված ձայնագրություններ են, ակնհայտ է նաև, որ դրանք փաստահեն չեն, ակնհայտ է նաև, որ դուք տեղեկացված եք, որ նույնիսկ այդ գործերով ներկայացվող խափաման միջոցի, ինտենսիվ միջոցի ընտրության միջնորդությունները մերժվում են, հարգելի գործընկերներ, նույնիսկ հիմնավոր կասկածի վերաբերյալ։